Մեսրոպյան երկար ժամանակ ձեզ ընդդիմադիր կեցվածքով տեսնելուց հետո մենք այսօր տեսնում ենք, որ դուք ակտիվ աջակցում եք ՔՊԻ-ին գործող իշխանությանը Նիկոլ Փաշինյանին եւ այսօր էլ մասնակցում եք նրանց քարոզարշավին։ Ինչու այսպես կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ ձեզ մոտ։ Այո, դուք ճիշտ եք նկատել, որովհետեւ մտածելակերպի եւ գաղափարի փոփոխություն տեղի ունեցավ ինձ մոտ։ Լինելով երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում, տեսնելով այնտեղի գործունեությունը, վերլուծեցի շատ բաներ ինձ մեջ, հասկացա շատ բաներ եւ բնականաբար դա իմ սրտից էր բխում այդ դա եւ այդպես որոշեցի, որ չէ, այն օրակարգը, որը թելադրում է այսօր իշխանությունը, ես պետք է կանգնեմ այդ օրակարգի կողմը, խաղաղության կողմը։ Ընդդիմադիր դաշտում կան մարդիկ իրոք հայրենասեր են, բայց կան նաև շատ մարդիկ, որոնք որ զբաղված են նրանով, որ ավելի շատ իրենց ինչ-որ հարցերը, իրենց նպատակներին հասնել, բայց ոչ թե ժողովրդի համար։ Ես դա շատ լավ գիտեմ, էլի։ Ընդդիմադիր դաշտից հասկացանք, հիասթափվել եք, բայց գործող իշխանության կոնկրետ որ թեզն է ձեզ դուր գալիս, այն որ մի քանի օր առաջ ընդամենը ասաց, որ Արցախում ովքեր էին ապրում, այնտեղ մենք ապրում ենք, չէ, չէինք ապրում, այնտեղ գործարաններ կառուցվել են, չէ, չեն կառուցվել եւ այսպես շարունակ։ Այս օրակարգի հետ դուք հաշտ եք, որ Արցախը թոք էր Հայաստանի համար։ Գիտեք, ինձ համար առաջնայինը այն թեզը, որ կա խաղաղության օրակարգը, դա հենց ամենակարևորն է։ Մնացածի արդեն տարբեր տեսակի հայտարարությունների հետ ես չի ուզենա մեկնաբանել, քանի որ ես այն օրակարգը, որ այսօր իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ տանում է առաջ, դա խաղաղությունն է, եւ այդ խաղաղությունը մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահենք։ Դեռ մենք շատ դժվարություններ ենք տեսել։ Բոլորս կուզեինք, որ Արցախը մերը լիներ։ Ես չեմ կարծում, որ կա մարդ, որ չէր ուզի այդպես լիներ, բայց այսօր ինչ որ տեղի է ունենում, պետք է կարողանանք հնարավորինս պահենք, ինչքան հնարավոր է այդ խաղաղությունը պահենք։ Գիտեմ, որ նույն արցախցի ընկերներ ունեմ, իրանց համար էլ է դժվար, ինչքան մենք շատ դժվարություններ տեսանք, էլի ոչ մեկ չի մոռանում դա, ոչ մեկ չի հերքում։ Բայց հաշտ եք այն մտքի հետ, որ Արցախը թոք էր Հայաստանի համար, դուք կոնկրետ հաշտ եք այդ արտահայտությունը։ Ինձ համար միշտ էլ Արցախը եղել է եւ կմնա հայկական։ Ինձ համար։ Հիմա ամեն մարդ ունի իր կարծիքը, հա։ Դրա համար ես կարող եմ ասել, որ մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության օրակարգը առաջ տանենք, ոչ մեկ չի մոռանում մեր Արցախը, ոչ մեկ չի մոռանում մեր ապրածը այնտեղ, եղածը, օրինակ ես ինչքան համերգներ եմ ունեցել Արցախում, ինչքան եմ գնացել ուղակի, հիմա այդպես է ստացվել, կյանքը տենց բան է, դժվար բան է, բայց այդ փաստ է, որ այդպեսի բաներ տեղի ունեցավ, էլի։ Հիմա կարևորը գիտեք որն է, կարևորը որ մենք այս օրակարգը մեր պահենք խաղաղությամբ։ Պարոն Մեսրոպյան, այսօր շատ մշակութային գործիչներ թիրախավորվում են նրա համար, որ փոխվել են իշխանական են, կոնկրետ ձեզ են թիրախավորում, մեկ ուրիշին թիրախավորում են նրա համար, որ ընդդիմադիր դաշտում է ելույթ ունենում, դուք սրան ինչպես եք վերաբերվում, արդյոք մշակութային գործիչ լինելուց բացի սահմանը որն է, երբ պետք է անցնի քաղաքականությամբ զբաղվի։ Այստեղ քաղաքականության հարց չի, տեսեք իմ գոլեգաները շատը ելույթ են ունում ընդդիմադիրների մոտ։ Ինձ էլի շատ հարազատ մարդիկ են այդ գոլեգաները։ Ես իշխանության կողմն եմ, իրանք ընդդիմության։ Նորմալ է, դա կյանք է։ Խռովություն կա ձեր մեջ։ Չէ, չկա, որովհետև ստեղ ամեն մեկն ունի իր կարծիքը։ Ես իմ կարծիքն եմ։ Չէ, չկա տենց բան, որ մենք իրար տեսնում ենք շատ լավ ժամանակ ենք անցկացնում, ողջունում ենք իրար, կապ չունի։ Այստեղ շատ կարևոր է քաղաքական հայացքների համար մարդիկ իրար հետ չկռվեն, կապ չունի, մշակույթի գործիչ ես, հարևան ես, հարազատ ես։ Սա լուրջ խնդիր է ժամանակին։ Հիմա այդ խնդիրը չկա։ Այս մի գոլեգաս այն ընդդիմադիր քաղաքական ուժին է սատարում, ես սատարում եմ իշխանությանը։ Ինչի պետք է մենք տարբեր քաղաքական հայացքների պատճառով չխոսենք իրար հետ, դա աբսուրդ է, որը պետք է վերանա։ Այսինքն քաղաքական հայացքները չպետք է դառնան կռվի պատճառ մարդկանց մեջ։ Ձեզ ընդդիմադիրները այս պահին ձեզ ընդդիմադիրները ասում են, մեղադրում են Նիկոլ Փաշինյանին նրա համար, որ այսօր Արցախը չկան, ցեղասպանության ուրացման հարցը։ Գիտեք մի հատ բան ասեմ, այն ժամանակ որ ես ընդդիմադիր էի, հա, այսինքն ընդդիմադիր գործունեություն էի ծավալում։ Հələ ես չտեսա, որ մի ընդդիմադիր գործիչներ գան ասեն, «Օ, մհեր, ես ինչ ճիշտ բան ես դու անում»։ Կամ իմ գոլեգաները գան ասեն, «Օ, դու ճիշտ բան ես անում»։ Ու չեմ էլ նեղանում ոչ մեկից։ Հիմա ես
ընտրել եմ այս իշխանության օրակարգն եմ ընտրել, կանգնել եմ իշխանության կողքը, կանգնել եմ պետության կողքը, կանգնել եմ ժողովրդի ընտրության կողքը, դա իմ իրավունքն է։ Խնդիր չկա, ես խնդիր չեմ տեսնում, որ մենք գոլեգաներով ինչ-որ չխոսանք իրար հետ, որ տարբեր քաղաքական հայացքներ ունենք։ Նաև այսօր բացահայտ երևում է, որ իշխանության հիմնական մրցակիցը Ուժեղ Հայաստան կուսակցությունն է, որի վերաբերյալ բարբերաբար ենթադրյալ ընտրակաշառքների մասին ձայնագրություններ են հրապարակվում։ Ձեզ համար հասկանալի է, ինչու միայն 19 ուժից, ինչու միայն Ուժեղ Հայաստանին են գաղտնա լսում։ Գիտեք ոնց, օրինակ ինչ եմ ես նկատել, հա, եթե վարչապետ Փաշինյանին ժողովուրդը պրոստը սիրում է, ուղղակի սիրում է, այնտեղ հասկանալի է, որ այդ մեծ սերը իրենք չեն վայելում։ Եվ ենթադրյալ որ ասում եք գաղտնալսումներ կամ բաներ են, չէ՞ լինում, այդ քննչական գործունեությունը ծավալում է, տեսնում ենք։ Հələ չեմ տեսել, այսքանից վարչապետի հետ պատտվում եմ, տարբեր տեղեր եմ լինում, իրան իրոք սիրում են ժողովուրդը։ Սա է տարբերությունը։ Սերը բավարար է, որպեսզի Հայաստանը բարգավաճի, ծաղկի։ Սերն է փրկելու աշխարհը, սերը շատ կարևոր է, չարությունը չի հաղթի երբեք։ Բարին կհաղթի չարին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի մոտ կա այդ սերը իր ընդդիմադիրների հանդեպ, որովհետև ասում է ԿԿԲ-ի պատվալներում Այդ դուք վարչապետից հարցրեք, ես կարող եմ մենակ ասել, որ սերը կփրկի աշխարհը։ Տեսնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրների եւս սիրում է։ Շատ ժողովրդավար վարչապետ ունենք։ Բայց Շունուշանգյալ է անվանում։ Արդեն գիտեք, եկեք հիմա չմտնենք բանի մեջ, ինչ է անունը, դիալոգի մեջ, sense էլի, պոլեմիկայի մեջ։ Ես կարամ մի բան ասեմ, որ ոչ մի բան չի լինում հենց այնց։ Ուրեմն նրանք իրանց ինչ-որ ձև վատ է պահում, վարչապետը պատասխանում է։ No. Չէ, տեսեք դուք պրովոկացիոն հարցեր եք տալիս, սիրելիս, հա։ Չէ։ Նայեք, չէ։ Գնան ընդդիմադիրների ընտրեն, այսինքն ովքեր ընդդիմադիր ուժի են ընտրում, նրանք Շունուշանգյալ են։ Չէ, նայեք, ոչ մի բան, սենց ժողովրդավար վարչապետ մենք չենք ունեցել։ Իսկ կար ժամանակ, որ հանկարծ մեկը երկրի ղեկավարի մասին ինչ-որ բան ասեր, ընտանիքով կկորցնեին ժողովրդին։ Իսկ հիմա ու շատ լավ եղավ հեղափոխություն ու ամեն ինչն էլ իր հունով գնում է, աստծո գործերը անքննելի են սիրելիս։ Դրա համար հիմա պետք է դուք նաև լրագրողները ոչ միայն դուք օրինակ ես ըստիս լրագրողները պետք է հնարավորինս օբյեկտիվ կարծիքներ կասել, այլ ոչ թե կարծիք թելադրեն հասարակությանը։ Քաղաքացին ձեզ նաև բան է ուզում ասել, տեսեք։ Մենք զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել։ Ուտեմ վերջացնեմ։ Ուրեմն ես առաջ մհերին չէի հարգում, քանի որ նա վարչապետին հակառակորդ է, բայց երբ որ նա անցավ արդեն վարչապետի կողմնակից դարավ, ես նրան սկսեցի հարգել։ Ես նրան ասում եմ նրան աչքերի մեջ նայելով, այն ժամանակ մհերին շատ էի հարգում, որ մտավ քաղաքականություն ու մտավ ընդդիմադիր դաշտ, ես նրան սկսեցի չհարգել, անկեղծ եմ ասում, ազնիվ խոսք։ Բայց երբ որ նա արդեն անցավ վարչապետի կողմը, ժողովրդավար վարչապետի կողմը, ես սկսեցի նրան հարգել։ Ապրես, ճիշտ ուղու վրա ես եղբայր, հալալա քեզ, ձայնդ անսպար։ Հաճելի էր։